Գյումրու Նժդեհի փողոցի թիվ 2, 4, 6 եւ Շեդրինի թիվ 5-7 շենքերի հարակից բակում բացվել է խաղահրապարակ։ Մինչ երկրաշարժյան տարիներին նույն տեղում եղել է խաղահրապարակ, որը աղետից հետո այլևս չի գործել։ Իսկ մի քանի ամիս առաջ նշված շենքերի բնակիչները դիմել են Գյումրու քաղաքապետին։ Վերջինս ընդառաջելով բնակիչներին ստանձնել է խաղահրապարակի վերականգնման գործը։ Նախ իրականացվել են տարածքի մաքրման աշխատանքներ, անցկացվել է լուսավորություն, տեղադրվել են նոր կարուսելներ, վերանորոգվել եղածները։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով քաղաքի տարբեր թաղամասերում խաղահրապարակների բացման աշխատանքները շարունակական բնույթ կկրեն։ Ես շատ վատ է զգում, որ այս բակը, որը օրինագելի բակ էր խորհրդային միության տարիներին, ուղղակի եթե որևէ մեկը հյուր էր գալիս, բերում էին այս բակ, չէ, այդ դուք եք, չէ, ղեկավարը այդ ժամանակ։ Ուրեմն ու չերը թողնում էլի, որ մենք ասենք ավելնորդ բաներ անենք այստեղ։ Այսօր փորձեցինք վերականգնել ինչ-որ չափով։ Իհարկե, այս շարունակություն անպայման կունենա, որովհետև բոլոր բակերը փորձում ենք մենք այսպիսի, ուրեմն նաև խաղահրապարակներով, տարբեր տեսակի նաև համապատասխան խաղահրապարակներով անպայման հնարավորություն տանք մեր երեխաներին, որպեսզի նաև հենց բակում իրենք ժամանց անցկացնեն։ Բավականին մաքրման աշխատանքներ ենք իրականացրել, թփերն ենք մաքրել, ծառերն ենք ետել, լուսավորություն ենք անցկացրել։ Նախկինում գործող խաղերը, որոնք կային որոշ չափով պահպանվել էին, դրանք են հիմնականում վերանորոգել, նոր խաղեր ենք տեղադրել, այնպես որ այսօրվա դրությամբ կարելի ասել, որ թաղամասը այդ շենքերի երեխաները լիարժեք ուրեմն հանգստանալու, իրենց ազատ ժամանցը հասկացնելու վայր ունեն արդեն։